Leasing Expo 2025 բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը մեկնարկեց այսօր ապրիլի 18-ին։ Այն շարունակվելու է ևս 2 օր, մուտքն ազատ է։ Leasing Expo-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում, որը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ։ Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքների ավելի հասանելի և կիրառելի դարձնելն է բիզնեսի համար գործընթացում ներգրավելով ոչ միայն ֆինանսաբանկային կառույցներին, այլև ամենատարբեր ոլորտներում առաջատար մատակարար ընկերությունների։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը կարևորելով ցուցահանդեսի դերը իր խոսքում նշեց, որ այն երկարաժամկետ համագործակցության համար լավ պլատֆորմ է։ Շեշտեց, որ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է արդյունքային ցուցանիշները և լիզինգի ոլորտում կիրառվող գործիքները, որոնք տվել են բավական լավ արդյունք։ 2024 թվականի դրությամբ ձևավորված վարկային լիզինգային ընդհանուր պորտֆելը կազմում է շուրջ 365 միլիարդ ՀՀ դրամ։ Կնքվել է 7087 վարկային լիզինգային պայմանագիր։ Սրանք աննախադեպ ցուցանիշներ են և էկոնոմիկայի նախարարության լավագույն ստացված ծրագրերից ու գործիքներից են։ Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվել են հատուկ սեմինար հանդիպումներ, քննարկումներ ոլորտի էքսպերտների հետ շուկայի խնդիրները կամ տենդենսները վերահանելու և կանխատեսելու համար։ Նաև B2B հանդիպումներ։ Leasing Expo-ն կազմակերպվում է Big Projects-ի և Հայաստանի Հանրապետության լիզինգատուների ասոցիացիայի հետ համատեղ ջանքերով։ Թվերի մասին, եթե երկու բառով ասեմ, նախորդ տարվա համեմատ լիզինգի պորտֆելը ամբողջ հանրապետությունում աճել է շուրջ 50%-ի չափով։ Մենք այսօր ունենք մոտավորապես $1 միլիարդ հասնող լիզինգային պորտֆել, ինչը ֆինանսական գործիքների շարքում աննախադեպ աճ է գրանցում ի համեմատ մնացած ֆինանսական գործիքների։ Միևնույն ժամանակ ունենք աճ նաև մատակարար ընկերությունների քանակի, ֆինանսական կառույցների գործիքակազմի առումով։ Հերիք չէ, որ լիզինգը արդեն այնպիսի գործիք է, որը օգնում է խնայել գումար, ռիսկի չի ենթարկել, կանխիկ միջոցները, առանց գրավի ձեռք բերել է տեխնիկան ու սարքավորումը։ Մի բան է Leasing Expo-ն նպաստում է, որ այդ առաջարկները շատ ավելի շահավետ լինեն։ Դրա համար տեսնում ենք հստակ դրական միտում։ Ցուցահանդեսին ներկայացվել են 50-ից ավելի ընկերություն հետևյալ ոլորտներից՝ շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արևային վահանակներ, տրանսպորտային միջոցներ, բեռնատարներ, էլեկտրոմոբիլներ, արտադրական սարքավորումներ, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, ֆինանսաբանկային կառույցներ։ Ցուցահանդեսին մասնակցում ենք առաջին անգամ, գտնում ենք, որ շատ կարևոր է մեր մասնակցությունը, սա հրաշալի հնարավորություն է ձեռք բերելու նոր կոնտակտներ, նոր ծանոթություններ արդյունաբերության ոլորտում, բանկային ոլորտում այդ թվում։ Տպավորությունները բավականին լավ են։ Ունենք շատ մեծ սպասելիքներ ձեռք բերել նոր գործընկերներ, նոր հաճախորդներ, ինչու՞ չէ նաև շատ հաճախորդներ չգիտեն մեր ապրանքների մասին, սարքավորումների մասին, ներկայացնել մեր հաստոցները, նորությունները շուկայում։ Ցուցահանդեսի մասնակիցները ներկայացնում են իրենց հատուկ լիզինգային առաջարկները, ոլորտի նորարարություններն ու ներուժը։ Առաջին անգամ մասնակցող ընկերությունները հույս են հայտնում գտնել գործընկերներ, հաճախորդներ, ձեռք բերել համագործակցություններ։ Մենք նորաստեղծ կազմակերպություն ենք, 2024 թվին է հիմնադրվել BMSP-ն։ Մեր համար շատ կարևոր է այս միջոցառումը, որովհետև դա մեզ հնարավորություն կտա ավելի լայն մասշտաբով ներկայանալ Հայաստանում ու բացահայտել նոր ուղղություններ, նոր կազմակերպություններ, որոնք կարող են լինել մեր պոտենցիալ հաճախորդները։ Սպասելիքներս երևի ավելի շատ թարմացնել մեր պրոդուկտը եղած հաճախորդների եւ նոր հաճախորդներ գրավել, վաճառքների ցուցանիշները ավելացնելու, բարելավելու համար։ Agrotech ընկերությունը արդեն 10 տարի է շուկայում ներկայացնում է բուսաբուծության ոլորտում անհրաժեշտ ամբողջ ապրանքատեսականի եւ մատուցող ծառայություններ։ Մեր նպատակը կայացել է նրանում, որ նկատի ենք ունեցել այդ ոլորտից բավական շատ ներկայացուցիչներ կլինեն այս էքսպոյում եւ հնարավորություն կունենանք հանդիպելու մեր գործընկերներին, նոր կապեր հաստատելու։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են Ecoville, Premium Machinery Armenian, հովանավորներն են Armenian Leasing Company-ն, Unimin, իսկ հիմնական գործընկերն է Agba Leasing-ը։